քեզ եմ սիրում դու գիտես քեզ եմ միշտ ծառայել ուզում բայց ես մեծ կարիքով դիմում եմ քեզ օգնիր ինձ այս մեծ պայքարում դու իմ միակ հույսն ես իմ ուրախությունն ես դու իմ Տեր ու փրկիչ միայն դու և միայն դու կյանքի աղբյուր ես զորության աղբյուր ես դու իմ Տեր ու փրկիչ միայն դու իմ ճանապարհը շոտում իմ կյանքը տառապանքերից և առաջին սերս պահել ով Աստված սերափոխիր դու իմ միակ հույսն ես իմ ուրախությունն ես դու իմ Տեր ու փրկիչ միայն դու և միայն դու կյանքի աղբյուր ես զորության աղբյուր ես դու իմ Տեր ու փրկիչ միայն դու Փորձության մեջ ընկնեմ հանկարծ մեծ դժվարությունների մեջ դուր հոր քեզ փառաբանել սրտաս ամեն մի պարագայի մեջ միակ հույսն ես իմ ուրախությունն ես դու իմ Տեր ու փրկիչ միայն դու և միայն դու կյանքի աղբյուր ես զորության աղբյուր ես դու իմ Տեր ու փրկիչ միայն իմ ուրախությունն ես դու իմ Տեր ու փրկիչ միայն դու և միայն դու կյանքի աղբյուր ես զորության աղբյուր ես դու իմ Տեր ու փրկիչ միայն դու իմ Տեր ու փրկիչ միայն Սիրելի եղբայրներ, քույրեր, նորից սրտանց ասենք փառք մեր Տեր Աստծուն։ Աստծո ուզածը եւ մարդու ցանկությունը։ Աստծո կամքը կամ կարելի ասել եւ մարդու ցանկությունը։ Երբ որ երիտասարդը հավատում Աստծուն, գալիս է Տիրոջը, իր մեջ լսում է ուրախություն։ Եվ պատրաստ է արդեն ամեն ինչ տալու, առաջի սերն ապրում։ Բայց հետագայում, երբ որ որոշ ժամանակ ասնում, պրոբլեմներ են երևում իր կյանքում և այդ պրոբլեմները հասնում են, դժվարությունները հասնում են այն աստիճանի, որ մարդը մտածում է, որ Աստված սիրո Աստված չի։ Որովհետև իր կյանքում այսպիսի բաներ է լինում, բայց
Աստված չի նկատում, չի տեսնում եւ իր կոպիտ ասած իր վեժնել չի, թե իմ հետ ինչ կլինի։ Մենք այսպես ենք մտածում։ Բայց իրականում մենք հասկացանք, համոզվեցինք, որ դա այդպես չի։ Հոբի օրինակով մենք տեսանք, որ Աստված Հոբին երկար տարիներ չխոսեց Հոբի հետ, թեպետ Հոբը շատ էր ուզում, որ Աստծո գտնի եւ ներկայացնի իր արդարությունը իր առաջ, բայց հետո վերջում 38-րդ գլխում, երբ որ Աստված խոսեց եւ 77 հարց տալով, ասենք Հոբը ոչ մի հարցի չպատասխանեց, եւ մենք տեսնում ենք, որ Հոբը արդեն սկսեց ճանաչել Աստծուն։ Երբ սկսեց ճանաչել։ Երբ որ Աստված ինքը իրան բացեց Հոբին։ Մինչև Աստված ինքն իրան չհայտնի, թե ով է ինքը, դու չես կարող իրան ճանաչել։ Ուրեմն Աստված ինքն իր մասին պիտի հայտնի։ Եվ մենք հասկացանք, որ Աստված կարող է տալ նաև մեր սրտի ցանկությունը։ Իհարկե, մենք երբ որ ընկնում ենք պրոբլեմների մեջ, մենք ցանկանում ենք կամ ազատվել այդ պրոբլեմներից, լուծում գտնի այդ պրոբլեմները, ինչ ձևի լուծում գտնի, այսինքն մեր հարցերը լուծվի, ինձ պետք է աշխատանք, աշխատանքից ազատել են, աշխատանք չունեմ, ինձ պետք է ենթադրենք ինչ-որ որևէ հարց լուծվի իմ ուզած ձևով։ Բայց Աստված երկու տեսակի լուծում ունի, ասում եմ ձեզ, սիրելի եղբայրներ, քույրեր, եթե դու որևէ նեղության մեջ ես, պրոբլեմի մեջ ես, այդ քո հարցի համար Աստված երկու տեսակի լուծում ունի, որոնք են այդ տեսակները։ Առաջինը, որ ենթանենք դու աշխատանք չունես, նեղության մեջ ես, ֆինանսական եւ այլն, պարտքեր ես սկսում անել, Տերը քեզ մի լավ աշխատանք է տալիս, եւ դու սկսում ես աշխատել։ Պրոբլեմը լուծվեց։ Կամ ասենք, թե ամուսնացած ես, ուզում ես ամուսնանալ, պրոբլեմների մեջ ես, եւ Աստված քեզ մի հրաշալի ամուսին տվեց եւ դու քո պրոբլեմը լուծվեց։ Եղբայրներ, քույրեր, ինչ ձևով էլ լուծվի այդ պրոբլեմը, եթե Աստված լուծում այդ պրոբլեմը տալով այն ինչ որ տվյալ պահին մեզ անհրաժեշտ է, օրինակ փող չունենք, փող ա տալիս, ասենք, ենթանենք տուն չունենք, տուն ա տալիս եւ այլն։ Այդ ձևի լուծումը Աստծուն չի գոհացնում, որովհետև մենք մի պրոբլեմը, երբ որ մեր մեջ մի պրոբլեմը որ լուծում է, անմիջապես միատուրիչ պրոբլեմ առաջանում։ Ասենք տուն չունենք, տուն տվեց, հիմա պետք է այդ տունն ինչ անել, ռեմոնտ անել։ Հիմա էլ այդ ռեմոնտի խնդիրն է։ Ռեմոնտ արեցինք, պրծանք, հիմա մեքենա է պետք։ Մեքենան էլ ունեցանք, բա հիմա ինչ անենք, երեխեքին սովորեցնել է պետք, ապագա է պետք, վերջը պրոբլեմները չեն դադարում։ Մի պրոբլեմ է պրծնում ես, դրանով քո հարցերի լուծումը չի լինում, նորից մի ուրիշ պրոբլեմ է լուծում։ Սա պրոբլեմի լուծման առաջի եղանակն է։ Երբ որ կոնկրետ այն ինչ որ դու չունես, այն ինչի կարիք որ ունես, տվյալ այդ կարիքը ապահովում է։ Բայց որն է երկրորդ եղանակը։ Պրոբլեմի լուծման երկրորդ եղանակը որն է։ Երբ որ դու ունես որևէ խնդիր, որևէ պրոբլեմ, եւ այդ պրոբլեմը քո համար խնդիր է, դու ուզում ես լուծվի։ Բայց այդ պրոբլեմը Աստված լուծում է քո ներսում, ոչ թե արտաքին լուծում է տալիս, այլ քո ներսում է լուծում, այն ինչ որ քեզ անհանգստացնում է, այն ինչ որ քո համար պրոբլեմ է, Տերը այնպես է փոխում քո սիրտը, որ այդ պրոբլեմը քո համար պրոբլեմ չի դառնում այլ։ Օրինակ Հոբի կյանքում մենք որ ասեցինք, Հոբը ինչ ասեց, երբ որ այդ պրոբլեմներից հետո Աստծո հետ հանդիպում ունեցավ, ինչ ասեց Հոբը, ես քո վրայով լսել էի, բայց իմ աչքերս տեսան, Հոբին այլևս չէր հետաքրում իր այդ վիճակը, ասում են, քուրց ու մոխիրի վրա ինչ կանեմ, կապաշխարեմ։ Այսինքն Հոբի ներսում այդ պրոբլեմը լուծվեց։ Երբ որ քո ներսում պրոբլեմը լուծվում է, արդեն արտաքին լուծում էլ է ստացվում։ Հասկանում եք, օրինակ եղբայրներից մեկը Հայաստանում, Երևանում, պատմա որ իրան ինչ-որ սովետը որ քայքավել, իրան ինչ-որ հանրակացարանի նման մի տուն էին տվել,
Եվ ինքը երեխաներով քանի երեխայով ապրում էր, հետո պարզվեց, որ այդ տունը ինչ որ մեկը արես սեփականացրել է եւ հիմա սեփականատերը իմանալով ուզում է տնից անի։ Քանի տարի ապրել այդ տանը։ Եվ հիմա ինչ ասես անում են, որպեսզի տունը մնա իրան չի ստացվում։ Վերջը, երբ որ արդեն մնում այն պահը, որ պետք է դուրս գա, տիրոջը շատ աղաչանքներ անում, որ Տերը այդ հարցը լուծի, բայց չի ստացվում։ Վերջը գալիս է տիրոջ առաջ, կանգնում ասում է Տեր, հիմա թող լրիվ քո կամքը լինի։ Ուզում ես հանի այդ մարդը մեզ, ուզում ես չհանի, ինչ ուզում է լինի, թող միայն քո կամքը լինի։ Իրա սրտի մեջ արդեն լուծվում է այդ խնդրը։ Ասում է, երբ որ այդ բանը տենց եղավ, երբ որ իմ սրտի մեջ լուծվեց, երկու օր հետո կանչեցին ինձ, ասեցին դու մնում ես այդ տան, այդ տունը քննալու։ Փառք Տիրոջը։ Աստված հիմա որ լուծումն է ուզում որ ունենանք մենք։ Երկրորդ լուծումը, որ խնդրը ոչ թե արտաքին լուծում ունենա, այլ խնդրեմ ունենա ներքին լուծում։ Հիմա Հոբի կյանքում այդպես եղավ։ Հոբը իր խնդրը ունեցավ, Հոբի խնդրը ունեցավ ներքին լուծում։ Եվ այդ պատճառով ներքին լուծումից հետո նաև արտաքին լուծում եղավ։ Ո՞րն էր այդ արտաքին լուծումը։ Մենք կարդում ենք, որ Հոբը երբ որ ասեց հիմա կապաշխարեմ, ես այդտեղ կարդամ 42-րդ գլխում, նորից եմ ուզում կարդամ Հոբի կյանքում, որ այսպես եղավ, որ Հոբի 42-րդ գլխի մեջ այսպես ասում Հոբը այն ատեն Հոբ Տիրոջը պատասխան տալով սավ գիտեմ որ ամեն բանի կարող ես հոգու դիտավորությունը բնավ չարքի վիր ով է ասիկա որ տեգության խորհուրդ է կնեսեմ ասնի արդարև կզրուցեի բայց չէի հասկնար ինձ սքանչելի բաներ ըլլալով չէի իմանար հետարքիր է չէ եղբայրներ քուրեր նույն Հոբն է չէ նույն հիվանդ վիճակն է անկողնում պարկած Հոբը այդ ոնց է հիմա ասում է ինձ քանչելի բաներ է իրանում ու ես չէի իմանում այն բաները որը Հոբին տանջում էր Հոբին ցավեր պատճառով ուզում էր Աստծուն գտներ որ իր ասարությունը դներ հիմա ասում է ինձ հետ քանչելի բաներ է իրանում այդ ինչ կատարվեց Հոբի հետ ուրեմն Հոբը ունեցավ ներքին լուծում խնդրի ներքին լուծում հիմա ասում է կաղաչի ինձ մտի կրե որպես ես զրուցեմ քեզի հարցնեմ ինձ սորվեցուր Եվ ես քո վրայով տականջիրով լսել էի, բայց հիմա աչքս կտեսնեք ես։ Անոր համար իմ անձս կառհամարեմ, հողի ու մոխի վրա կզղջամ։ Մինչև այդ ասում էր իմ արդարությունս ներկայացնեմ, իսկ հիմա ինչ ասեմ, իմ անձս կառհամարեմ։ Հիմա Տերը այս խոսքերը լսելուց հետո 10-րդ համարում 42-10 եւ ասում է Տերը գերությունը ազատեց Հոբը իր բարեկամներուն համար աղոտ կրած ատենը, նաև Տերը Հոբի բոլոր ստացվածքին կրկնապատիքը տվավ, եւ անոր բոլոր եղբայրներն ու բոլոր քույրեր եւ զանիկա առաջնետ ճանցնորեն բոլորն անոր գալով, անոր տանը մեջ հաս կերան անոր հետ, ու անոր համար ցավելով Տիրոջը անոր հրած փորձանքին համար, անոր մխիթարություն տվին եւ ամեն մեկը մեկ կտոր ստակ եւ մեկ ոսկի օղ տվին անոր Եվ Տերը Հոբի վերջ առաջինեն ավելի օրհնեց, այնպես որ 14,000 ոչխար ու 6,000 ուղտ եւ 6,000 զույգ ես ու 1,000 մատակեշ ունեցավ։ Ուրեմն ինչպես տեսնում եք, սիրելիներս, երբ որ Հոբի խնդիրը լուծվեց ներսից, արտաքին լուծում էլ ստացավ։ Հիմա Տերը ուզում է այդ ձևով լուծել, որ մեր ներսում լուծվի խնդիրը, այսինքն դա ինչ է նշանակում ներսում լուծվի։ Որ այն ինչ անհանգստացնում է, այն իմ համար խնդրեմ է եւ ես չեմ ուզում այդ վիճակի մեջ մնամ, ուզում եմ Տերը արտաքին լուծում տա։ Հիմա Տերը այնպես է անում, որ իմ ներսն է փոխվում։ Իմ ներսը որ փոխվում է, արդեն այդ խնդրեմ ինձ համար խնդրեմ չի դառնում։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Օրինակ, կոպիտ օրինակ եմ ասում, շատ էի ուզում ամուսնանալ, բայց հիմա ինչ կատարվեց Աստված փոխեց իմ սիրտը, եւ հիմա այդ ամուսնանալն ինձ չի էլ հետաքրքրում։ Երբ որ այդպես է լինում, Տերը նաեւ ամուսինն էլ կարող է տա այդ ժամանակ։ Կներեք, որ կոպիտ օրինակ եմ բերում, սիրելի քույրեր ջան։ Բայց
Ես սա ասում եմ, որպեսզի մենք հասկանանք, որ ամեն մի խնդիր, ամեն մի խնդրեմ ունի երկու տեսակի լուծում։ Հիմա, սիրելի եղբայրներ, քույրեր, անցնենք առաջ։ Ուրեմն ինչ ասեցինք մենք։ Աստված իր խնդիր ունի, երբ որ երիտասարդը գալիս Աստծուն, Աստված իր ծրագիրն ունի, իր խնդիրն ունի, մարդն էլ իր ծրագիրն ունի, իր խնդիրն ունի։ Աստված ուզում է ինչ լինել, դառնալ քո Աստվածը եւ դու իր որդին։ Կամ դառնալ քո Աստված եւ դու իր ժողովուրդը։ Իսկ մարդն ինչ է ուզում։ Մարդն ուզում է, որ ինքը լինի երջանիկ, բայց ինչ ծևի լինի երջանիկ։ Երջանկության մասին իր պատկերացումներով լինի երջանիկ։ Այսինքն, այս ունեն ամեն, եւ մարդը ուզածը դա է։ Մարդին կարծում է, թե ինչ որ բաներ ունենալով ինքը երջանիկ կլինի, բայց չարաչար սխալվում է։ Չարաչար սխալվում է։ Սա սատանայի սուտն է, եղբայրներ քույրեր։ Սատանան խաբել է մարդուն եւ թվում է, թե մարդուն թվում է, թե ինչ որ ինքը որոշակի բաներ ունենալով երջանիկ կլինի, բայց կատարելապես սա սուտ է։ Հիմա սիրելիներս, լավ, մենք Աստված ունի իր նպատակ, ուզում է մեր Աստվածը լինի, մենք էլ մեր նպատակն ունենք, մեր ծրագիր ունենք, հավատացյալ ենք, բայց մենք էլ մեր ծրագիր ունենք, եւ այս ծրագրերը, այս նպատակները չի բռնում իրար հետ։ Երբեմն ինչ է լինում, երբեմն երբ որ Աստված տեսնում է, որ դու շատ ես ուզում, ինչ անում, քեզ տալիս է քո ուզածը։ Հիշում եք ինչ օրինակ բերինք։ Ով կասի։ Հա? Սամուելի տղաները, երբ որ արդեն հեռացել էին, կաշառք էին վերցնում, այդ ժողովուրդ Իսրայել ժողովրդի ինչ ուզեց։ Թագավոր ուզեց եւ Տերը տվեց այդ թագավորը, չէ՞, բայց ինչ ասեց։ Այսինքն Աստված տվեց մի բան, որ չէր ուզում տար։ Էլի քո կյանքում էլ կարող Աստված տա քեզ մի բան, որ չի ուզում տա։ Բայց դու քո գլխին ինչ կդառնա։ Բայց դա քո գլխին փորձանք կդառնա։ Ինչպես Սավուղը փորձանք դարձավ Իսրայելի համար։ Վերջում էլ ինչ եղավ։ Ինքն իրան սպանեց, սրի վրա բաներ։ Ուրեմն այսպես էլ է հնարավոր, որ դու չես ուզում ես մի բան, Տերն էլ մի բան։ Տեր իր ծրագրով աշխատում, որ դու երջանիկ լինես։ Դու էլ քո ծրագրով ես աշխատում, որ դու երջանիկ լինես։ Բայց այս ծրագրերը, այս ընթացքները իրար չի համընկնում։ Որտեղ մարդը չի տեսնում։ Հոբ ասավ, հիմա կտեսնի աչքերես, բայց մինչև էդի հոբը չէր տեսնում։ Ուրեմն, երբ որ մարդը հասկանա Տիրոջ նպատակը, ինչպես Պողոս Արաքյան, նպատակը դիտելով Աստծո վերի կոչումի մրցանակին կվազեմ։ Ուրեմն մարդիկ հուսահատվում են, երբ որ Տիրոջ նպատակը չեն իմանում, Տիրոջ ծրագիրը չեն իմանում, որ Աստված ինչ ուզում։ Հուսահատվում են, երբեմն նաև կարող է եւ Տիրոջից հեռանալ։ Հիմա եւ ասացինք, որ Աստծո նպատակը ինչի, որ Տերը քեզ հանի այս երկրից, այս աշխարհից եւ տանի այնպիսի միտեղ, որ քեզ տա ուտել խմելու լավ հնարավորություն։ Այգիներ, որ դու չես տնկել, տներ, որ դու չես կառուցել, վերջը օրինաց 8-րդ գլխում ասացինք այդ մասին 7-ից 10 համարներում, որ կուշտ հաց ուտես։ Այսինքն Աստված քեզ այստեղից այս դժոխային աշխարհի չի հանում, որ դու կուշտ հաց ուտես, դրա համար չի։ Դու կուշտ հաց կուտես, բայց այդ չի Աստծո նպատակը։ Աստծո նպատակը որն է, նորից կրկնենք, որ ինքը լինի քո Աստվածը, իսկ դու լինես իր ժողովուրդը, դու լինես իր ընտանիքը։ Եվ մյուսը, որպեսզի դու լինես երջանիկ, դու պետք է ունենաս Աստծո կյանքը քո մեջ։ Դրա համար պետք է ինչ անես, ճանաչես ճշմարտությունը։ Հովվանի 8-րդ գլուխ 32 խոսում Հիսուսը Հովվանի 8:32 իրեն հավատացող հրեաներին ասավ. Եթե դուք իմ խոսքի մեջ կենաք, ճշմարտապես իմ աշակերտներս կլաք, ճշմարտությունը կիմանաք եւ այդ ճշմարտությունը ձեզ կազատի։ Ուրեմն ինչն է մեզ ազատողը։ Ճշմարտությունը, ոչ թե մեր ճանապարհները, ոչ թե մեր ցանկությունները, ոչ թե մեր մեթոդները մարդկային, որ տանում է մեզ մավան, այլ ճշմարտությունն է մեզ ազատողը։ Եվ սիրելիներս,
Մյուսը ինչի մասին խոսենք։ Հոբ ուզում էր մասնավոր իր հարցի մի պատասխանը ստանալ, թե ինչի համար է Իրան այդ վիճակը, չէ, ինչ պատճառով է։ Բայց Աստված Հոբի հարցին չպատասխանեց։ Թե Հոբ ջան, այս սրա համար է, որ դու ես քան տարի բանի մեջ ես։ Անկողնային վիճակ, չպատասխանեց կոնկրետ։ Բայց ինչ արեց Աստված։ Աստված ինքզինք իրան բացեց, ճանաչեցրեց Հոբին ինքն իրան եւ Հոբը ստացավ բոլոր հարցերի պատասխանը։ Հիմա սիրելի եղբայրներ քուրեր, մենք պետք է այդ մասին մի փոքր խոսենք, բայց մինչև այդ ուրեմն ես ուզում եմ ասել, որ նաեւ մենք այո, Ասափի Սամոսը դուք բոլորդ գիտեք, որ Ասափի Սամոսում 73 Սամոսում Ասափն էլ այդպես շփոթվել էր, երբ որ ամբարիշտների հաջողությունը տեսնում էր ու տեսնում էր, որ նրանք անգամ հայհոյում են ու մեռնում են, բայց կեսկյանքի մեջ էլ հաջողություն ունեն ու իր համար դա շատ զարմանալի էր։ Բայց երբ որ կարդում ենք, որ Ասափ ասում է, երբ որ Աստծո սրբարանը մտա, ուրեմն 73 Սամոս, բացենք, 73 Սամոս։ Ուրեմն Ուրեմն, երբ որ Ասափը այս բոլորը տեսնում է, ամբարիշտների հաջողություն ասում է, ծաղեր կնեն ու չարությունով կխոսին բռնության համար, հպարտությունով կխոսին, իրանց բանը մանվան ժամանակն էլ ասում է ցավեր չունեն, եւ 13 համարում ասում է, հիրավի զուրտեղ իմ սիրտս մաքրեցու իմ ձեռքերս անմեղությունով լվացի։ Մենք էլ ասում ենք, ինչի համար ես հավատացյալ դարձա, որ երևի թե լավ չէր, որ ես հավատացյալ դարձա, որովհետև տեսնում եմ մարդիկ ինչ հաջողություններ ունեն իմ շրջապատում, ամեն ինչ ունեն, երջանիկ ապրում են, իսկ ես ահա այս վիճակի մեջ եմ։ Ասում եմ, որովհետև ամեն օր կտանձվի, ամեն առավոտ կխրատվի։ Եթե թե ես այսպես խոսի, մադուն որդիներուդ ազգի նենգություններ իրաց պիտի լայի։ Բայց վերջում տեսեք, բայց ասում եմ, իմ սիրտս ցավեցավ ու իմ երիկամուկներս խոցվեցավ։ Երբ ասում խորհեցա սրանք իմանալու, դժվար եկավ իմ աչքերուս, այս բաների պատճառներն իմանալու դժվար եկավ։ Բայց երբ որ ասում մտա Տիրոջ սրբարանը, ինչ ասեցի։ Ով ունեմ ես երկնքի մեջ, երկրի վրա քեզ մե բացի ուրիշ մեկը չեմ ուզեր։ Իմ մարմինս ու սիրտս կմաշկի, բայց Աստված իմ սրտի զորությունը ու իմ բաժին Սավիթյան։ Վասի անոնք, որ քեզ մեկ կհեռանան, կկորսվին։ Դու կսադակեցնես ամենը, որ շնություն կնեն, քեզ մեկ մոլորելով։ Բայց Աստծո մոտենալս բարի է ինձի, հույսս դրել եմ Տեր Եհովայի վրա, որպեսզի քո բոլոր գործերդ պատմեմ։ Ուրեմն, երբ որ Տիրոջ սրբարանը մտա, ասոնց վերջը իմացա, որ դու նրանք սահելու տեղեր դրել ես։ Հիմա սիրելիներս, պետք է մեզ, որ մենք Տիրոջ սրբարանը մտնենք։ Աստծո սրբարան, եթե հիշում եք, ես ուղղակի կասեմ տունը կկարդակ, Եսայի մարգարության 6-րդ գլխում, երբ որ ասում է Բոզիա թագավորի մահվան տարին Տիրոջը տեսա, որ Տերը բարձր ու վերացած մի հատ թորի վրա կնստեր։ Եվ ասում է, երբ որ մտավ Տիրոջ սրբարանը, ասում է քերոփեներից ոմանք ասում է աշկերն էին ծածկում, ոմանք ոտքերն էին ծածկում, ոմանք էլ թռնում էին փոփոխակի աղակելով սուրբ է զորաստերը։ Ու ասում է տունը ծխով լսվեցավ եւ ես ասեցի վայ ինձի, որ ես պիղծ մարդ եմ եւ պղծաշուր ժողովրդի մեջ կբնակվեմ։ Վայ ինձի։ Մինչեւ այդ երբեք Եսային չէր ասում վայ ինձի։ Բայց երբ ասեց վայ ինձի, երբ որ մտավ Տիրոջ սրբարան ու տեսավ իր ներսը, բայց Եսային մարգարեր, եղբայրներ քուրեր, նա իր մեղքերի համար անասուն էր տանում զոհաբերության մեղքերի հարցը լուծում էր, բայց այդ զոհաբերությունը չէր կարող մարդու ներսի խնդիրը լուծել։ Հիմա երբ որ մենք մեր Տիրոջ սրբարանը մտնենք,
մենք կտեսնենք մեր վիճակը, նույն ժամանակ ասենք, ով ունեմ ես երկնքի մեջ, երկրի վրա էլ քեզանից բացի ուրիշ որևէ մեկը չեմ ուզեր։ Թող Տիրոջ անունը փառավորվի, սիրելի եղբայրներ, քուրեր, որ մենք ուրեմն հասկանանք, թե ինչի համար է Տերը մեզ կանչել։ Մի բան էլ ասեցի, որ ինչու Աստված երկար ժամանակ Հոբին չէր պատասխանում։ Եվ օրինակ բերեցի ֆերմայի խնդրեմը, որ այն հավը, որ ոսկե ձուացում ես չեմ ուզում սպանել։ Այդ Հոբի այդ տարիների տարապանքը, չարչարանքը Հոբին շատ բան սովորացրեց եւ Հոբը, եթե Աստված սկզբից հանդիպեր Հոբի հետ, այդպես չէր լինի։ Բայց տարիներ հետո, երբ որ Աստված հանդիպեց, ինքնին բացեց, Հոբը նոր հասկացավ։ Եթե մեզ հետ էլ անմիջապես Աստված հանդիպի, մենք չենք հասկանա, մեկը։ Պետք է սպասես երեխեն, եթե քեզ հարց է տալիս, դու պետք է այդ հարցին պատասխանես, բայց դու գիտես, որ չի հասկանա, պետք է մեծանա, որ հասկանա, չէ՞։ Տերը օրհնի, սիրելի եղբայրներ, քուրեր,